հիմնավոր կասկած ունեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենից հարուստ մարդն է։ Ես իրենից մի 10 անգամ 15 անգամ չգիտեմ որտեղ է։ Նույնիսկ դաժե обидно։ Հանրապետության երկրորդ նախագահի ընտանիքին պատկանող գույքի մասին գլխավոր դատախազության հրապարակած ցուցակը պայթեցրել է Քոչարյանների ունեցվածքի մասին ավելի քան 2 տասնամյակ փչված փուչիկը, վստահ է Ռոբերտ Քոչարյանը։ Պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 միլիարդ չի, որը մոտավորապես 2009 թվականից թե 10 թվականից շատ ակտիվ ֆսկայական մի քարոշչա մեքենա փորձում էր ներդնել մեր մարդկանց ուղիների մեջ, մեր ժողովուրդ։ 2009-10 թվականներից Ռոբերտ Քոչարյանին վերագրվող գույքի ճնշող մեծամասնությունը ներառված չէ դատախազության ներկայացրած ցուցակում։ Պարզվեց, որ 5 բանկի միջի, օդանավակայանի միջի, քաջարանը արդեն պարզի։ Ուններ պատկանում սպայկայի հետ ընդհանրապես կապ չունեն, բայց շատ էր տարածված։ Երկրորդ նախագահի խոսքով դատախազությունը մտադրվել է իր ընտանիքից բռնագանձել այն գույքերը, որոնց օրինականության վերաբերյալ անհերքելի փաստեր ունեն իրենք։ Կա միայն այն, ինչ գրանցված է կադաստրով, սեփականության իրավունքով, ամեն ինչ։ Հիմա ինչու մենք ավելի կոնկրետ ինչ-որ բաների մեջ չենք անում։ Դա մեր մարտավարությունն է։ Իսկ որտեղից այդքան անշարժ գույք Հայաստանի երկրորդ նախագահին։ Շատ դուր եկավ այս հարցը։ Չի հերքում իր հեղինակությունը օգնել է զավակների բիզնես գործունեությանը։ Իմ անունը այստեղ դերակատարություն ունեցել է թե ոչ։ Ենթադրում եմ, որ ունեցել է։ Ունեցել է այն առումով, որ վստահություն կա, որ այս ընտանիքը քծոտ չի, որ մի բան պայմանավորվում են բիզնեսի առումով անում են միջև վերջ։ Միևնույն ժամանակ հավաստիացնում է, ունեցվածքի մեծ մասը ինքն ու ընտանիքը ձեռք են բերել, երբ ինքն այլևս նախագահ չի եղել, միջազգային կազմակերպություններից մեկում է աշխատել ու լավ գումար վաստակել։ Ես ինքս մի կազմակերպության մեջ եմ աշխատել, ներգրաված, որ շատ լուրջ փող եմ աշխատել, շատ լուրջ։ Եվ այդ աշխատած փողի ամբողջ փաստաթղթավորված ապացույցները ունեմ, շատ լուրջ։ Ստեղ ուղղակի մի քիչ չեմ պատկերացնում այլ մասշտաբներ։ Ստեղ մարդկանց թվում է, թե միայն գոհանալը կարող է հարստանալ։ Եվ դրա համար այս վիճակում ենք գտնվում։ Եթե տենց դուր չի գալիս, ուրեմն Range Rover։ Նա, ով հայկական ժամանակ թերթի միջոցով Քոչարյաններին թալանչի էր ներկայացնում ժամանակին, այսօր ինքն է միլիոնավոր դոլարներ գողանում ժողովրդից, վստահ է երկրորդ նախագահը։ Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործը։ Սա ֆենոմենալ է։ Ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն։ Էյնշտեյն և Դեյվիդ Կոպերֆիլդ, այս վերջինը իրեր անհետացնելու վարպետ է, որին գերազանցել է Նիկոլ Փաշինյանը փող փոշիացնելու իր հմտություններով, կարծում է Քոչարյանը։ Անիֆից, պետական հիմնադրամից գրեթե 65 միլիոն դոլար է անհետացել։ Ոչ թե Փաշինյանի հալալ քրտինքը, այլ հարկատուների վճարած գումարը։ Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով։ Հարկատուների կողմով։ Հետո ստեղծել օֆիս։ Ընկեր Արազատ Խանամի բանման ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում, 2 ամիս այդ փողն անհետացել։ Այս մարդը Դեյվիդ Կոպերֆիլդն է։ Սա նոր խոսք է կոռուպցիոն մտքի հետ։ Գործում իսկապես նոր խոսք։ Սրանց ճակատներին պետք է sense տատու անել։ Կոռուպցիոն հանճարներ։ Եվ երկիրը սարքել են sense կոռուպցիայի դրախտ։ Կոպերֆիլդի հնարքով համահայկական հիմնադրամից էլ 100 միլիոն դոլար է անհետացել դեռ 2020 թվականին, հիշեցնում է երկրորդ նախագահը։ 100 միլիոն դոլար հիմնադրամից փոխանցվել է բյուջե եւ անհետացել։ Ո՞ր անհետացել։ Արցանցային ես մասնակցել եմ այդ նիստի, այն ժամանակ ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Ասում հաշվետվություն գոնե պիտի ներկայացնեմ։ Ուր է գնացել այդ փողը։ Ասում էր, ում պետք էր, ինչի համար պետք էր ծախսենք, դեռ չէ։ Հետո ինչ որ թղթեր տվել են, չեն տվել, չգիտեմ, բայց պատասխանը սա էր։ Թուղթեր չի։ 100 միլիոն դոլար է եկել եւ անհետացել է։ Բազմաթիվ այլ օրինակներ։ Այսպես թքած կպցրած։ Այս սկանդալների ֆոնին մանկապարտեզների շինարարության որակի մասին բացահայտումները կոռուպցիոն թեյավճարներ են հիշեցնում Քոչարյանին։ Դա մանկական խաղեր է։ Ինչ որ շինարար մի քիչ ցեմենտագողանը, մի քիչ արմատուրա, մի քիչ բան, որ թաղապետը մի քիչ փող ունենա, եվրոօպտիմիստն էլ փոխանցի իր տիրոջ։
Հիմա բայց սա համեմատության այն մյուս հարացների հետ սա ինձ մանկական ինչ-որ բան է, չայևոյ է կոպիտ ասած։ Կոռուպցիոն դաշտի չայևոյն է։ Նրա խոսքով կոռուպցիան պոզով պոչով, թե առանց դրանց ամենացայտուն դրսևորումն է ստացել անգամ պետական պարտքի մեջ։ 7 միլիարդի է հասել պարտքը, բայց դրա արդյունքը չի երևում։ Գրգորյանի Լինսի հիմնադրամով այստեղ ծախսվել է $230 միլիոն։ Դա 7 միլիարդից մոտ 30 անգամ քիչ է։ Մոտ 30 անգամ։ Հիմա Երևանում ամեն քայլափոխի ես կարող եմ ցույց տալ, թե ինչ արվել $230 միլիոն։ Թատրոններն է վերամրոքվել, Սաց օպերայի եւ ֆիլհարմոնիկ եւ մյուս թատրոններ, թանգարաններն են կապիտալ վերանորոգվել։ Մի այդ Սարալանջի ճանապարհ ամբողջությամբ նոր ճանապարհ, թունել է, հրապարակի տեսքն է վերափոխ։ Մոտ մի 10 փողոց կապիտալ վերանորոգվել է։ Դրան գումարենք Գյումրի, Թաղամասեր, Սպիտակի ամբողջ կենտրոնը, դրան գումարենք Սելիմի ճանապարհը, լիքը բաներ։ Հիմա 30 անգամ շատ փողով ինչ հնարը դարձ չի առաջանում։ Որ ես համոզված եմ, որ այդ 7 միլիարդից առնվազն 2 միլիարդը փոշիացել է, օգի։ Քոչարյանի համոզմամբ թե պետական պարտքի $2 միլիարդ, թե Անիֆի $65 միլիոն, թե համահայկական հիմնադրամի $100 միլիոն հայտնվել են նորաթուխ օլիգարխների ձեռքում, ու դրա մասին գիտի Փաշինյանը։ Հիմա դուք ուզում եք ասել, որ $65 միլիոն կարա ցնդի ուղղակի եւ առաջի դեմքը դրա հետ առնչություն չունենա։ Հիմա հայտնվել են նորաթուխ օլիգարխներ, որոնք հանկարծ 2 տարի առաջ ոչ մեկը դրանց անունը չգիտեր, 2 տարում հանկարծ դառել են 50-100 միլիոն դոլարանոց պրոյեկտներ իրականացնում Հայաստան։ Ֆունդից այդ։ Դուք հավատում եք, որ դա իրենց փողն է։ Այդ 2 միլիարդ, 65 միլիոն, հիմնադրամի 100 միլիոն իրենք դեկորացիա են։ Հիմա եթե ին դրա մեջ են մեղադրում, ուրեմն 2 տարում կարող է Հայաստանում $100 միլիոն ծրագիր իրականացնող նորաթուխ օլիգարխ առաջանա, իսկ նախագահի ընտանիքը 6-7 թվականներից մինչև հիմա 10 տարում շնորհքով կիրթ զավակներն ունենալով չի կարող դա ունենալ։ Ինչի ցավալը սա նկարագրածից անգամներով քիչ է։ Փաշինյանը իր հատիկ առ հատիկ օպերացիան նորից թարմացնելով ցանկանում է իր աչքի գերանը թաքցնել ընտրություններից առաջ։ 2018-ին ժողովրդին թալանի վերադարձ խոստանալով իշխանության եկածը հիմա ժողովրդին անվանում է թամբալ, հայտարարում, թե աղքատությունը նրանց գլխում է։ Ասում էր, մենք ունենք փայլուն ժողովուրդ, կիրթ, խելոք, փայլուն ժողովուրդ, ունենք փայլուն երկիր։ Բայց ժողովուրդ ջան, դուք վատ եք ապրում, որովհետև այս նախկինները, այս թալանչիները, այս սա բարիկները տանում են ձեզ փայ չեր անցնում։ Մենք այդ թալանացը կվերցնենք, կբերենք ձեզ կբաժանենք, բայց մենք ունենք փայլուն ժողովուրդ։ 7 տարի անց ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում դուք վատ եք ապրում, որովհետև դուք թամբալ եք, ծուլ եք, փնթի եք, վախկոտ եք 13,000 դեզերտիր։ Սա չէ։ 18 թվականի թեզերը եւ հիմիկվա թեզեր։ Եվ կոպիտ ասած կրթելու, լվալու կարիք կա այս ժողովրդին եւ կնոջ հետ լծվել են այդ գործի։ Ինչ է հիմա սա ասում։ Որտե ժողովրդի կյանքը չլավացել, հակառակը վատացել։ Աղքատության մակարդակը ինչպես եղել է, այնպես էլ մնացել է 24%։ Թերեզա Կադաևչյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։